Կարտարիներն սպասես պահի համար Մոսկվայից եմ եկել, դուք անհաղթ եք, դուք ամենահզորն եք, ձեր համար կյանքս կտանք։ Ես եմ խոնարհվում, ես եմ շնորհակալ։ Մեր հայրենիք։ Լավ, մերսի։ Իրոք է։ Ունեք քարտեզ։ Բա իհարկե առանց դրա, մենք ենք շնորհակալ ենք ձեզ լրիվ Արոն Փաշինյան, վստահ եմ, որ այս խորհրդի երկարատև առաջինը, որտեղ դուք եք ղեկավարի ասում ժողովրդից դուրս եկած վարչապետ։ Դա հաստատ տենց է, բայց ինձ ամենաշատը գիտեք ինչ ուրախացրեց հիմա մեր խոսակցության մեջ, երբ որ դուք ասեցիք, որ շնորհակալ եք, գոհ եք եւ այլն, ես սպասում էի, թե դուք ես ասինքն մտածում էի հիմա ինչ կասեք, ինչի համար, թոշակների համար, առողջության, բայց դուք ասեցիք խաղաղությունը եւ դա ավելի բարձր։ Իմիջիալոց գիտեք ինչ, մեր հարգելի թոշակառուները, մեր մեծերը 90%-ով շնորհակալություն որ ասում են, ես միշտ հետևում եմ, իրանք ինչը կնշեն, չեն նշում այն ինչ որ անձամբ իրանց հետ է կապված, այլ նշում են այն ինչ որ երկրի հետ է կապված։ Սա նշանակում է, որ մենք իսկապես քաղաքացիական շատ լուրջ եւ խորը հիմքեր ունենք, եւ դուք եք նաեւ այս մթնոլորտի հեղինակը, եւ դուք եք այդ աջակցության իրական հեղինակը։ Շնորհակալ եմ ձեզ, որ ոչ թե ձեր անձամբ, անմիջապես ձեր այլ ավելի գլոբալ բանի մասին եք խոսում։ Շնորհակալ եմ շատ։ Դուք գազում քոչոյի ուդեք է։ Ես Կարապետյանը ուտինքայ ուդեք է։ Սավետան, այդ դուք գագույի առուծը սպանիր, սիրտը վերցրի քեզ, մորթին քցի քոչոյ մինչև գա վրեն նստած է։ Գիտեք հակաչի, աչքի սիրտը մեծ է։ Իմացա, որ երկու սրտան ես։ Այս համայնքը կոմարտի է։ Ես ունեմ, մի հատ ունեմ ինքս մի հատ դու մեր տերբերից ավելի շատ բան անցնում մեր տերբեր մի ադարակի ճարոս հավատացել այս ժողովրդի համար մի հատ եկել անցնես դու անցել ես երևունի ու մեր դու անցել ես 67% դու անցել ես Հատամասի համարքի պատկերացը, Ռոշանսով, 40 սով, ամբողջ ես թաղամասը, ամոյքյու, Դավիտաշնի փոտերը կա, մարդիկ ուզում եմ մոն վարել, իրանց հանգստուն զտոնեց երևոնի ու մեր կանանց հարց։ Դուք այդ հարցին ընտեպի պրծենք, ծավը, ձեր ծրագերի մեջ էդ միցը։ Տեղ կաստ է, օլիգարխի հողա, այդ տեղից Մենք են մոն վարենք, մենք լահայինք են, հավատացան, աստված կեզ պապան, Բարև ձեզ, ես եկել եմ ԱՄՆ-ից եմ եկել հատուկ ընտրությունների մասնակցության Շնորհակալ եմ 20 թվականից հետևում եմ, 18-ից չեմ հետևել, 20-ից հետևել եմ, նախ մեծ խնդրանք ունեմ ձեզ, այս գործը մինչև վերջ տարեք ու շնորհակալություն ձեզ մեզ հայրենիք պարգևելու համար։ Շնորհակալ եմ եղբայր։ Շնորհակալ ձեզ պահապան։ Շնորհակալ եմ։ Եթե կարելի է մեզ նկարեք էլի։ Քարտը ունեք քարտը։ Ունեմ։ Որն էսա դեռ։ Չի կա, կներես ցավտան, կներես։ Լավ, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Կներես։ Այլոց այդ թեման, որ մարտի 1-ը բացահայտված է, մարտի 1-ը բացահայտված է, 100%-ով է բացահայտված, բոլոր մանրամասներով է բացահայտված։ Այլ բան, որ մեր իրավական համակարգը, կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի պարագլխի գլխավորությամբ պետքա բերի օրինական իրավական պատասխան։ Ռոբերտ Քոչարյանը պետքա նստի, կարճ կոնկրետ, պետքա նստի։ Այս երկրորդ օրակարգն է, այսինքն ես հասկանում եմ, միջև դա տեղի չունենա, ես մենք ոչ մեկի չեն կարող համոզել, որ Հայաստանի Հանրապետությունում կա արդարություն եւ արդարադատություն։ Ես հիմա չգիտեմ ինչ մեկնաբանությունների են արժանացնելու եւ այն, բայց ես ասում եմ Ժորժ ջան, մարտի 1-ի գործը բացահայտված է։ Այդ գործը իմիջիայլոց հրապարակային գործ է արդեն, որովհետեւ դատարաններում կա սկսած օլիգարխների խմբերից ոնց են ձևավորել, ոնց են զինվորական համազգեստ բաժանել եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ այդ էլ իմիջիայլոց զարմանալի պատմություն է եւ էլի խոսում է մեր ժողովրդի առողջության մասին։ Այդ ընդհանրապես միստիկ պատմություն է, թե ոնց էին
Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը ուսուսի տված կանգնել եւ մեր իշխանության դեմ փրկում են հայրենիքը։ Եվ դա պատճառը նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ իր քաղաքական ուժը բարից բունի մաստո 0 էլ չէ, -25-ը։ Դա ժողովրդի վերաբերմունքն է, այդ անողնաշարությանը, այդ անսկզբունքայնությանը, այդ եղկելիությանը, այդ բացարձակ բոլոր բարոյական, քաղաքական, տրամաբանական, մենք այդքան խոսում ենք, Վանո Սիրադեղյանը մի հատ շատ լավ արտահայտություններ արել, ուրիշ առիթով, մի մարդու առիթով, ուրիշ մարդկանց առիթով, եւ այդ ով կմտածեր, որ այդ ասացի հասցեատերը Լևոն Տեր-Պետրոսյանն է, Վանո Սիրադեղյանը sense մի հատ արտահայտություններ արել, շատ կարդացած, քիչ հասկացած։ Ես հիմա որ հիշում եմ Վանո Սիրադեղյանի այդ հիմա հետահայացք կասկած ունեմ, որ ինքը դա գրելիս նկատի ա ունեցել հենց Լևոն Տեր-Պետրոսյանի, որովհետև ինքը թերևս ամենաշատներ ճանաչում Լևոն Տեր-Պետրոսյանի։ Ես ուղիղ ասում եմ, չգիտեմ դոկտոր կլինի, պրոֆեսոր կլինի, ակադեմիկ կլինի, ինչ կլինի, բայց շատ կարդացած, քիչ հասկացած։ Սա Լևոն Տեր-Պետրոսյանի մասին է։ Եվ նրա քաղաքական անփառունակությունը դրա ամենավառ ապացույցն է։ Արդարությունը այդ երկրորդ առաջնահերթությունն է թեման։ Մեր վարչապետը դրա համար մենք հենց դրա համար ենք Վարդուհի ջան, հենց խաղաղության համար ենք, որովհետեւ որ մնա անցյալում մեր հիշողությունը ճիշտ է դուրս չի գալու, բայց կուզեմ սրանից հետո խաղաղություն լինի։ Դե հունիսի 7-ին խնդրում ենք պետք կանգնեք ձեր բաժնի խաղաղությանը։ Շնորհակալություն։ Իհարկե լավ է։ Եվ էլի եմ ասում, ես բացառիկ բան է, մեր ժողովրդի, շնորհակալ ժողովրդի, ասենք մի բան արած մի բանի դիմաց, ժողովուրդը 10-ը, 50-ը, 100-ն է վերադարձում, սենց շնորհակալ ժողովուրդ հնարավոր չի պատկերել, սա աներևակայելի բան է, 3000 կիլոմետր եկել եմ 6000 Շնորհակալություն, խոնարհվում եմ։ կարելի է Այո, ով ինքան կան։ շնորհակալություն հաջողություն նոր սուտ են հորինել, թե Նիկոլա կամ Փաշինյանը կամ վարչապետը կամ ոնց պատրաստվում է 300,000 ադրբեջանցի բերի Հայաստան եւ այլն եւ այդպես շարունակ։ Ուրեմն այդ ապուշ հոլովակ են նկարել այդ առիթով ու 3 առաջի օրը $85,000 էր, հիմա արդեն մեր հաշվարկներով մոտավորապես $200,000-300,000 մենակ գովազդի փող են տվել, որ այդ հոլովակը պտտվի հանրապետության հեռուստաընկերություններով, բանի YouTube-ի ալիքներով, սոցիալական ցանցերով եւ այլն եւ այսպես շարունակ։ Բայց դա մտածածին մի հատ պրովոկացիա է, որովհետև ինձ համար հստակ է եւ կարծում եմ բոլորիդ համար հստակ է, որ 2025 թվականը առաջին տարին է եւ մենք դա ապացուցեցինք, որ եթե մենք վերադարձնում ենք, իսկ մենք վերադարձնում ենք Հայաստանի Հանրապետությունից Լևոնի, Սերժի, Ռոբի իշխանության տարիներին հեռացած հայերին ենք վերադարձնում Հայաստանի Հանրապետություն։ Եվ 2025 թվականը առաջին տարին է մեր պատմության մեջ, երբ որ Հայաստանի քաղաքացիների արտագաղթը կանգնել է եւ ներգաղթ սկսել, եւ այդ մարդիկ Ռոբերտ Քոչարյան, Կալուգացի օլիգարխ, Բելարուսամետ օլիգարխ, Սերժով Լեմոնով ուղղակի պայթում են, որ ես Հայաստանը դատարկելու իրենց ուղեկիցը ոչ միայն չեմ շարունակում, այլև մենք վերադարձնում ենք հայերին Հայաստան, մենք վերադարձնում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստան, եւ այդ process-ը սկսվել է, եւ այդ process-ը անշրջելի է, եւ պատերազմի երագլուխ կուսակցությունը չի կարողանալու ուրախությունից զրկել Հայաստանը, երագլուխ մաֆիան չի կարողանալու ուրախությունից զրկել Հայաստանը, եւ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը քաղաքացին միամուր գնալու են ընտրական տեղամաս Հայաստանի Հանրապետության սրբազան հողից վերջնական եւ անշրջելիորեն արմատախիլ անելու պատերազմի երագլուխ կուսակցությանը եւ երագլուխ մաֆիային Սերժով, Գագոյով, Կալուգացիով, Լևոնով, Ռոբերտով եւ նրանց իվերջով պետք է պատասխան տան Հայաստանի Հանրապետության ժողովրդին տասնյակ տարիներով կեղեքելու, ապագան նրանցից խլելու, կյանքը նրանցից խլելու, հեռանկարը նրանցից խլելու, հայրենիքը նրանցից խլելու համար եկել է Հայաստանի Հանրապետության
Հանրապետության ժողովրդի տրիումֆի ժամը, եկել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի ցնծության ժամը, եկել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի երջանկության, ապրելու, կյանքը վայելելու, ազատությունը վայելելու, պետությունը վայելելու, իրականությունը վայելելու, ապագան վայելելու ժամը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Ես ասացի բառի իրավական իմաստով եւ հազար ներողություն, այո, բայց հետո պարզվեց, որ այդ ասուլիսի ընթացքում լրագրողն էլ փաստորեն իմ հայտարարությունը իր ասուլիս փաստորեն շարունակվել սա եղել։ Լրագրողը ասել է, որ ես հայտարարել եմ, որ դատի եմ տալու, եւ ինքը միանգամից ասել է, վայ, սկզբից ասում եմ, ձեզ մի գաղտնիք ասեմ։ Ուրեմն հետո ասում եմ, ես ոչ չեմ ասում 100%, ու այդ մարդը եկել է Հայաստանում ուզում է քաղաքականություն անել։ Ասենք կես ժամից ինքն էլ ասում է, ես ուժեղ եմ։ Մի հատ կես վերանացում ես դատ եմ տալու, սունկ եմ կերցնելու, ոտները թուլանում է, ձեռները բարձրացնում ասում է, վայ, ես չէ, դեն չեմ ասել, ուրիշ ձև եմ ասել։ Դրա համար ասում եմ, խոսալուց առաջ մտածեք։ Կամ ընդհանրապես որևէ բան անելուց առաջ մտածեք։ Մեր ժողովուրդը պետք է այլ ընտրանք ունենա։ Հիմա եւ մեր ժողովուրդը պետք է որոշի, հնարավորություն ունենա որոշելու, թե որ ռազմավարությունն է իր համար բան, ամենահեռանկարային ու ձեռնտու։ Եվ դա մենք հայտարարել ենք թափանցիկ եւ դա իրականացվում է։ Եվ աշխարհակական համատեքստ չկա, որովհետեւ մենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք վարում։ Եվ երեք էլ ապարանում ունեցած ելույթում ես ցանկացա, որ այդ համատեքստը շատ པարզ լինի եւ հիմա հնարավորություն ունեմ այդ բան անել, այդ քաղաքականությունը նորից բացատրել ու մեկնաբանել։ Այս պատկերացնենք Հայաստանի Հանրապետությունն այս բաժակը կամ Հայաստանի Հանրապետության շահերն են եւ ինքը հենված է բազմաթիվ կշերքների վրա, բազմաթիվ կշերքին նժարների, բազմաթիվ կշերքը մեր մոտ սովորաբար երկու նժարարներ են։ Հիմա պատկերացրեք, այդ նժարը բազմաթիվ են, 10-ը, 20-ը, 30-ը։ Եվ որպեսզի Հայաստանը իր շահերը սպասարկի, պետք է հարթություն լինի, որ այս բաժակը կայուն իրավիճակում մնա։ Երբ որ մենք տեսնում ենք, որ նժարի մի կողմը շատ ծանրանում է եւ կարա շուռ գա բաժակը, մենք մեր քաղաքականությունը բալանսավորում ենք, որպեսզի հավասարակշռությունը եւ հարթությունը պահպանվի։ Սրա մասին է խոսքը։ Այստեղ նեղվելու վիճաբանություն սարքելու ոչ մի տրամաբանություն չկա։ Եվ ես ինչպես ասել եմ, մենք վիճաբանության մեջ չենք մտնելու։ Եվ հիմա նաեւ ես չգիտեմ, ես առիթ ունեցել եմ ձեզ պատմել, թե չէ։ Ռուսաստան կատարած այցից մեկի ժամանակ մեր գործընկերներից մեկը ասաց հենց հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանը Եվրամիության հետ համագործակցությամբ վնաս է հասցնում, ասենք օրինակ Ռուսաստանի շահերին։ Ես լսեցի, եւ ասացի շատ լավ։ Ես ասել եմ, որ մենք Ռուսաստանի շահերին վնասելու ոչ մի մտադրություն, ցանկություն չունենք եւ վերահաստատում ենք։ Բայց հիմա դուք պնդում եք անում։ Խնդրում եմ ինձ պատվիրակությանը նայել, բոլորին ներկայացրեք մի օրինակ, որտեղ Եվրամիության հետ մեր համագործակցությունը Ռուսաստանի շահերին հասցրել է առարկայական վտանգ։ Եվ հասկանալի է, չէ՞, որ սեղանի շուրջ նստած մարդը առավել քան լուրջ լրջագույն մարդկանց հետ մենք գործում ենք։ Եվ գիտեք ինչ էր պատասխանը։ Լռություն։ No booking fees on UK trains. Խնդրում եմ, մի օրինակ, մի կոնկրետ օրինակ։ Եվ գիտեք երկրորդ անգամ ինչ էր պատասխանը։ Էլի լռություն։ Պետք կապված միանշանակ կարող ենք արձանագրել, բայց տեսեք, ինքը նախագիծը զուգահեռ process-ներ են տեղի ունենում եւ տարածքների ուսումնասիրությունա տեղի ունենում եւ կոնկրետ չի բացառվում արդեն կոնկրետ որոշ ենթակառուցվածքների հիմնանորոգում սկսենք օրինակ երկաթգծի կայարանների եւ այլնի եւ նաեւ զուգահեռ ընթանում է պայմանագրային պայմանագրի միջպետական պայմանագրի նախագծի վերջնականացման աշխատանքներն են ընթանում եւ մենք ուզում ենք հնարավորինս շուտ դե յուրե այդ ստորագրենք եւ ուժի մեջ մտնենք այսինքն գործնականում չեմ չափազանցում ամենօրյա աշխատանքա գնում տրիպի շուրջ ամենօրյա այսինքն այս մասով այո եւ տարածքի ուսումնասիրություն եւ ֆինանսական ներդրումային հետաքրքրությունների ուսումնասիրություն եւ կառավարման մոդելների ուսումնասիրություն եւ դե յուրե նշանակություն ունեցող պայմանագրի ուսումնասիրություն եւ այդպես շարունակ